Կիրակի օրվա աղոթք ուղղված երկնավոր հորը, երանելի Հովհաննես վարդապետ Գառնեցու կողմից ասված. Մշտնջենավոր Աստված և արարիչ ամենայնի, ամենակարող զորությամբ դու այսօր նախ արարեցիր երկինքն ու երկիրը, հրամանովդ ստեղծեցիր լույսը և այն բաժանեցիր խավարից, ահա պես անօրենություններիցս խավարյալս աղաչում եմ քեզ, բարերար և բազումողոր Տեր իմ և Աստված իմ, լուսավորիր ինձ քո ողորմության լույսով, հեռացրու ինձանից չարի խավարային խորհուրդը, որի պատճառով կորստյան անդունդը ընկած կործանվեցի և տառապանքների մեջ եմ, ամենակարող և հզոր, լույս անըստվեր, անսպառ բարության աղբյուր, կենդանության պարգևատու, ցոլացրու սուրբ հոգուդ սրբարար շնորհների փայլատակումը և մաքրիր իմ սիրտն ու հոգին մեղքերիս և բոլոր աղտեղությունների խավարից, որով կուրացած չեմ կարող տեսնել աստվածային պատվիրաններիդ լույսը և գնալ արդարության ճամպաներով, ամենատես աչք և աննիհելի պահապան այժմյան Իսրայելի, որ նստում ես քերովբեների հետ և նայում անդունդները, նայիր բարի աչքով ինձ, քո ապիկար ծառային, որ մեղքերի անդունդը խորասուզված, անկարող և անզոր եմ ինքս ելնել, և դժվարին տառապանքներից ազատելու համար չկա ինձ ձեռք մեկնող և օգնական, բայց դու անարգամեծար Տեր, խնամող և պաշտպան եղիր և աննահանջելի հրամանովդ զերծ պահիր ինձ այս ամբավ չարիքներից, որովհետև ոչինչ չի կարող խոչընդոտել քո ամենակարող զորությանը, աղաչում եմ քեզ ողորմած, առաքիր աստվածությանդ հոգին, որը շրջելով ջրերի վրա կենդանագործում էր քո ստեղծածներին, որպեսզի Բարձրյալիդ կամքին ընդունելի մաղթանքների հաճոյական խոսքերով պտղաբեր դարձնի իմ մտքի ամլությունը, քանի որ առանց նրա գործակցության չգիտեմ թե ինչ է պետք խնդրել, քանզի նա, որ քննում է ամենայն ինչ, նաև վիհերն Աստծո, ավելի լավ գիտե մեր պահանջները և կարիքները, քան մենք կարող ենք իմանալ և խնդրել, և գթալով մեր տկարության համար կսովորեցնի մեզ հավատով խնդրել և ստանալ մեղքերի թողություն, մի գցիր ինձ քո բարեբանյալ երեսից, ես շեղվեցի իմ երդման խոսքից, որ տվեցի փրկության օրը, և քո օրինավոր ճանապարհներին կանգնելու համար արթուն չեղա, այլ անսալով մոլորության իշխանի խրատներին, դարձա երկնագնաց պողոտայիցդ և մտա մեղքերի և մահվան փշահեղձ մացառները, իսկ դու խնամակալ, որ չես ձանձրանում բարերարելուց և ողորմածությունից, չես հագենում, հոգուդ թելադրանքով վերադարձրու ինձ քո հաստատուն պատվիրաններին, որպեսզի վերստին ուղղվի ընթացքս դեպի կյանք պարգևողդ, արդ, կարող և մարդասեր, որ նախքան երկնքի և երկրի լինելիությունը պատրաստեցիր արքայությունդ, որպես ժառանգություն սրբերիդ համար, մաքրիր ինձ բոլոր անօրենություններից և արժանավորիր նրանց հետ երկնի արքայության մեջ գոհությամբ փառաբանել ամենազոր տերությունդ, հավիտյանս հավիտենից, ամեն։